Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-532 եւ հայաստանյան 060 3511-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար եւ ըստ ավանդույթի մեկ շաբաթ անց մենք նորից հանդիպում ենք այս տաղավարում։ Պարոն Շիրինյան, մի քանի հարցեր եմ առանձնացրել, բայց ուզում եմ ձեր մոտեցումը։ Ինչ բան է Արևմտյան Ադրբեջան հասարակական կազմակերպությունը։ Ինչպես եք վերաբերում այդ հասարակական կազմակերպությանը, ինչու եմ այս հարցադրումը ձեզ տալիս, որտեղ Արման Թաթոյան իր ուղիղ եթերում OS Media կայքում նյութ էր տեղադրված այդ կազմակերպության մասին եւ նշում է վերլուծություններից ելնելով, որ Հայաստան զինված ադրբեջանցիներ են բերելու եւ Նիկոլ Փաշինյանի համար ինքը վատ լուր ունի։ Ձեր մոտեցումը ինչ է Արևմտյան Ադրբեջան հասարակական կազմակերպությունը։ Թաթոյանին ասեմ, որ երկրորդ մասը շանտաժ է եւ ռուսական տեսակետ է եւ կապ չունի այդ ոչ այդ իր մտայնության հետ կապ չունի, որը կուզենալ որ լինել, որտեղ սրանք են սեմպլմենտ են, որոնք համառորեն փորձում են Հայաստանը տեղավորել ռուսական կրնկի տակ վերադարձնել։ Դրա համար այդ շանտաժի մասն են ասում։ Երկրորդ մասը կա, ուրեմն ինչպես է, ադրբեջանցիներ, թուրք էթնոսը եւ շատերը նաեւ, այս թուրք էթնոսը հայտնի է թուրքագանը տվյալ վարական իր ընդարձակման վերցնելու, աղավաղելու, սեփականացնելու մոլուցկով եւ դա դրանցից մեկն է, որը դրսևորվում է հիմա իրականացնի թե չի գիտեմ, բայց որ իրենք այդ աղջատում են, վերցնում են, թալանը մենակ նյութականը չի, հոգևորնել է այդ ամեն ինչ վերցնում են, այս բանի մեջ է նաև ուրիշ բան է, Արման Թաթոյանը, այսպես ասեմ են, իշխանությունների կառույցն է, որովհետև որպես նախկին իշխանություն հաստատ այդ չեր ասի, բայց որպես այսպես ընդգծված չէի էլ ուզում իրեն մեկնաբանել, որտեղ ես ընդհանրապես աշխատում եմ որը մեկին չմեկնաբանել, իրենք նույնիսկ դրան չարժեն։ Ես ուզում եմ վիճակը սերել, այսպես ասեմ։ Դա ուրեմն ընդհանուր առմամբ պիտի դիտել թուրքական էթնոսի նվաճողական նկրտումների մեջ։ Եթե այդպես չլիներ, թուրքերը չէին լինի Անատոլիայում, Հայաստանի տարածքում, Արցախում չէին լինի եւ այլն։ Սա իրենց հատուկ բնավորություն է։ Իշխանությունների հետ կապ ունեն այդ կազմակերպությունները, իհարկե կառավարվում է։ Եթե երկիրը ավտորիտար է կամ տոտալիտար է, կառավարվում է, նույնիսկ կարող է եւ ժողովրդավարական լինի, էլի կառավարվել։ Հիմա երկրորդ մասը կա, դա ուրիշ բան է, որից կարծում եմ, որը մեր իշխանությունները շատ լավ որին տիրապետում են եւ ի դժբախտություն Թաթոյանների լավ էլ իրենց ձևով հարցը լուծում են, աչքել հանում են, որն է դա։ Դա Ալիևի կողմից բանակցություններում եւ ընդհանրապես ճնշման գործիք օգտագործելու միջոց է, ճնշման գործիք, թե չէ ոչ կարող են գալ, ոչ պիտի գան եւ ոչ էլ ինքնիշխան այն 30,000-ի հարցի հետ դա բանել կունենա, որովհետև վերջին հաշվով հայությունը հայկական կողմը իր գրբանում ունի չօգտագործված ռեզերվ եւ դա ադրբեջանահայությունն է մեկ, որը Բաքվի հայությունը չի, գումարենք, հա, հետո Բաքվի հայությունն է եւ Արցախահայությունն է։ Բայց քանի որ այս մարդիկ նպատակ են դրել իշխանությանը վարկապետ են գիշեր-ցերեկ, մասնավորապես վարչապետին, որովհետև իրենք դա անում են, ուրեմն երևի սրանք էլ են Նևսկ ու շքանշանի համար կռիվ տալիս, այս շանտաժը բերում են։ Հիմա ինչի հետևանք է սա, որ դարվում է։ Սա մեր աղետալի պարտության արդյունքն է։ Ասել եմ կրկնեմ, ովքեր որ այսօր ռևանշիզմ են, ռուսական սեգմենտ են, գեներալներն են եւ այլն։ Երեք չառաջ օրը հորադիզում էիք։ Հորադիզում անեիք այն, ինչ որ անում է այսօր Ալիևը ձեր գլխին։ Դուք զբաղվեցիք հավաքականորեն երկիր կողոպտելով,
Այդ խողովակաշարերը ես էլ եմ տեսել, ինչպես են քանդած տարած, երկաթուղու գծեր, եւ այդ որոնք վերածվել են ձեր աչքի առաջ դղյակների, ամբաղ-զամբաղ, նույնիսկ վերածվել են ինչի, կոկորտիլոսով կաշվե բաճկոնների։ Էս է ձեր ասելիքը, ուրիշ բան ասեմ, ողբերգություն եւ հանցագործությունը։ Ալիևը ստեղծում էր այս Արևմտյան, Արևելյան, Ադրբեջան եւ այլն։ Այս բոլորը, որ հետո հանրային գիտակցություն է դառնում աշխարհի մասշտաբով կամ չի դառնում, Ալիևը ստեղծում էր այս գործերներ անում, դուք Ստեփանակերտում ստեղծել եք ուրեմն գեներալների թաղամաս։ Ձեր գեներալները լինելով մի մասը, ինչպես հաղորդում արդեն շատ բաներ հանցագործներ, Հայաստանից տարված երեխաների սեփականատերեր եւ այլն։ Հիմա այն Թումանյանը, որ ասում են նստեք քարին, ձեռներդ գլուխներից խփեք, շանտաժ մի արեք, Ալիևին միացեք եւ այլն։ Ալիևն ասում է, այստեղ կաղկանցը դրվում է։ Հիմա կա ընդհանրապես նաեւ քաղաքական մի հարց։ Դուք աշխարհում կարող եք ցույց տալ մի պետություն, որը ջախջախվել է իր դաշնակցի օժանդակությամբ ու նա հոխորտում է, որ նորից պատերազմի մեջ կա այդպիսի պետություն։ Գերմանիան ինչքան էր Արևմտյան Գերմանիան լուրումունջ երկիրը վերականգնում, հիշում եք, այսինքն լուրումունջ, որովհետև գիշատիչի բանակները Բերլինում էին եւ սահմանի վրա էին եւ պատրաստ էին ներխուժման։ Ադենաուերն արեց այն, որ հանգարց ներխուժում չլինի, Գերմանիան վերականգնվի։ Բայց ունեին ստրատեգիական մտածողություն, չունեին իհարկե ռևանշիզմ կամ ունեին շատ քիչ ռուսահպատակ այս հատվածը մեռանք ասելով։ Ուժ չունեին եւ կարողացան տասնյակ տարիներ հետո Արևելյան Գերմանիան միացնել։ 47 թվին Ստալինը հուպ էր տվել, ասում էր Գերմանիան միացրեք են երեքին, են ասում էր մեզ պետք չի ու չարեց, Բերլինները միացնեն, չարեց։ Հետո քոլը, որ նորից քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը քոլի ժամանակ միացրեց։ Ուզում եմ ասել, այս շանտաժի լեզուն, այս անընդհատ իշխանություններին կծելու, անընդհատ բան ասելու եւ այլն, ինչի ես չես, լավ են անում, չեն ասում, իրենք իշխանություն են։ Ընդհանրապես իրենց էլ չասեմ ցանկացածի։ Եթե ես գալիս եմ 5 տարի կառավարելու մանդատ եմ ստանում, ես կառավարում եմ այնպես, ինչպես գիտեմ, ինչպես խոստացել եմ։ Եվ իրադրություն է փոխվել, որ նաև խոստացել եմ, բայց չեմ անում։ Իրադրություն է փոխվել։ Մնացածը լավ եմ անում ու վերջ։ Անընդհատ այս բոլոր այդ իշխանափոխություն ռուսական սեգմենտի այս խաղի տակ է։ Հիմա ինչ է, վատը գիտեք ինչ եղավ, որ քաղաքական գնահատական չտրվեց, մի քանի ոճրագործ, որոնք երկիր առանց բանակի թողեցին, որոնք կոկորտիլոսի եւ այլնի վրա նստեցրին, սրանք պատասխան չտվին, հիմա էլ գոնե այն տղամարդությունը չունեն, բարոյական իմաստը, որ լռեն, տեսնենք ինչ է լինում, այս Սոդոմ Գոմորի ժամանակներում։ Հիմա տեսեք, հարց ավելի լայն կոնտեքստ ունի։ Ռուսաստանը, ինչ ասեմ, մեր ասելով, գիտեք ասեմ, այդ Ռուսաստանը վերաբերել այնքան եմ ռուսերեն եմ ասել, նադայլ եմ եղել խոսելուց, ընդհանրապես չեմ ուզում խոսել, բայց երևի վերջին անգամներից հերթականն ասեմ, որ ինքը աղետալի պարտություն գրած, ստրատեգիական պարտություն կրել պրծել է։ Մնում է հարցը, նրան չեն թողելու շնչելու, ստեղել եմ ասել, անագոնդան խեղդում է եւ այլն։ Հիմա դուք ինչ եք ուզում, դիմացը Ադրբեջանն է մինչեւ ատամները զինված, ճիշտ է։ Ընդունում ենք այն։ Չէ, հա, Թուրքիան է կողքին։ ՆԱՏՕ-ի անդամ։ Ունեք դաշնակից, որը թուրքից գեշ է, ռուսը, գեշ է։ Վաճառեց, բայց կներեք էլի, Արցախից բռնաբարության վերցրեցին, տեղահանեցին։ Էլի ռուս են պաշտում, պաշտեք։ Ես չեմ ասում թշնամանակ թե չէ, մտածելու կարողություն ունեք, թե չունեք, թե Թուրքի ուրեմն յաթաղանից վատ է մեռնելը, ռուսի սվինը կայֆ է։ Այս է ռուսի սվինն եք ուզում, կամ էլ սրանք այս տեսակ մարդիկ երևի հայկական ինքնությունը վաղուց կորցրել են եւ այլն։ Մեզ ինչ է պետք, այս ասացի ենթատեքստում։ Օրինակ, հիմա ակադեմիական գիտությունը դրանց պիտի պատասխանի, հստակ։ Ես կողմ եմ, որ շատ եմ ասել, Հայաստանի
ուրեմն համայնքային տեղանուններ աշխարհագրական բոլորը պիտի վերականգնվեն, այդ օրինակը բերում եմ միշտ Գյումրիից, Խելջուկերակ քաղաքը, հրաշալի մեր բոլորի, Կումայրի է, ինքը ծննդոց թղթով Կումայրի է, էլ Ալեքսանդրապոլ, էլ Իշկան ոճրագործ եղավ, նրա անունը դրեցին, հիմա էլ վերջում թուրքերեն դրեցին։ Եղբայր աշխարհագրության հետ խաղ մի արեք, Ալավերդին մանես է, նոյեմբերյան չկա, հոկտեմբերյան չունենք, կիրովական չի եղել, դրանք ջուրտատերը բերել կպցրել է ռուսը, հիմա եթե թուրքի կպցրած է շատ է վատ։ Ռուսի նվատի մամանույնն են, նույն աղջատվածությունն է, եթե ռուսական աղջատվածությունը չլներ, ես վստահ եմ Արցախ չենք տալու։ Որում Նիկոլ Փաշինյանը այդ մասին խոսեց, չէ, Օրբելի 2020 ես որ երկու պետություններում է Կիրովաբադ, Կիրովական, Լենինաբադ։ Չէ, հիմա, բայց մենք ինչ պետք է անենք, մենք պարտավոր ենք Գանձակը երբեք չասենք Կիրովաբադ, երբեք չասենք Գյանջա, ինչու, մենք ունենք մեր տեղանունները, որը ամենահինն է, կամ հներից է Հունաստան, չէ, Հռոմ, Իրան եւ այլն, ինչու եք անընդհատ այս բաների մեջ մտնում, վրացին անունը մի անուն փոխում է, հաջորդ օրը հայերը այդ վրացու դրած անունով են խոսում, նա իր ինքնության շրջանակներում է անում, դուք ինչի շրջանակներում են լինում, ես ուրեմն ասելիքս այսպես ամփոփում ենք, վերականգնում ենք, ակադեմիական, ոչ ակադեմիական, արժանապատվության վերականգնումով, ամբողջ աշխարհի վերաբերյալ, այսպես պայմանական Անանյա Շիրակացու շրջանի աշխարհագրական տեղանունների անուններ, ինչքան ասեն, որ աշխարհագրությունը քաղաքականություն է, բա խայտարակություն չի, այդ ինչի եք զարմանում, մի անգամ ձեն չեք հանում, թե ոնց է, որ Ալափարս գյուղ կա Բջնիի մոտ, Ալափարս, ինչու չեք ասում, որ ոնց կարող է քաղաքական գլուխը լինի ռուսական կողմնորոշման, ասիկա հայկական չի, քաղաքի անունը լինի թուրքական, կամ աղջատված թուրքական, որտեղ Գյումրին աղջատված թուրքականն է, սահմանատուր է նշել, այս ոնց է լինում, այդ ոնց է լինում, մի հատ ձեն հանեք, որ հիմա ինչ տարբերություն, Երևանում մանեք եք, մանգանք միասին, գնում ենք կինո Մոսկվայից հետո հասնում ենք Մոսկովյան փողոց, Մոսկովյանից հետո խոսակցայի շնում ենք Ռասիակ բան, հետո գնում ենք Լենինգրադյան 2 օր առաջ է, հետո Լենինգրադյանից հետո գնում ենք Չայկովսկու դպրոց, որից հետո մենք գնում ենք Պուշկինի դպրոց, որից հետո Պուշկինի փողոցով գնում ենք, ուրեմն չգիտեմ, ինչ Զահրումարի, սա է Հայաստանը, ինչից են չեք անում, սա պիտի փոխվի, որովհետև աղջատումը կարևոր է բոլոր իմաստներով մաքրելը, դա հիմա ռուսներին դեմ է թե չէ, արտաքնապես ոչ, իսկ այնպես է, որովհետև չի ունենա մանկուրտը, որի վրա ֆռա, դուք տեսել եք աշխարհում միակ ժողովուրդը պետությունը, որ դեմ է անում, դպրոցը սպասեք, լեզուն վերցրեք, ռուսներն են, թե ուրիշ բան կա, ուրիշ դուք տեսել եք ամերիկացիական ասենը չի դպրոց չեք սարքել անգլերենով, ֆրանսերենով, ինչ չեք սարքում, Շիրինյան, քանի որ տեղանուններից խոսեցիք, ես երկու մաս ունենք ամփոփիչ եւ եզրակացություն ունենք նաեւ, ուրեմն դա Ալիևի համար ուրեմն դե ջար չեղած է ասում են ներքին օգտագործը, դե ներքինը որն է, նորը դա դառնում է արտաքին, եթե մի բանը ներքին է, ուրեմն Ալիևը դա օգտագործում է բանակցային գործընթացի վրա ազդելու Հայաստանի ներքաղաքական կյանքը կենթանացնելու ռուսական սեգմենտի միջոցով, եւ դա ստացվում է, եթե դրա մասին խոսում ոտի է հանել, Ալիևը թելադրում է սրանց օրակարգը, որովհետև սրանք Հայաստանի հետ կապ չունեցող մարդիկ են, երազում են Հայաստանը տանեն ռուսական են իրականություն եւ ռուսը ինքը գնում է, դու ռուսը գնում է, ոնց բացատրես սրանց, հիմա էս է, դրա համար պետք չի ճիշտ է ես զայրացա, բայց ես ոչ թե դրա համար որ այլ մենք ենք ես ինչու եմ ամեն դեպքում այս հարցազրույցները եւ հայկական կայքերն են տեղադրում եւ հարադառնում են եւ բնակիչները լսում են ես կարող եմ ասել որ իմ բանով էլ Հայաստանը վերջին օրերին լցվում է ռուսական ռուսապատակ այս աղբով որը մինչև ընտրություններ պետք է սրվի վիճակը որպես Թաթոյանը դառնա վարչապետ, որը չի լինելու։ Ես իրեն շատ հարգել եմ ժամանակին, իր
գիտելիքներ եւ այլն, որպես հայ մարդ։ Հիմա զարմանում եմ, թե այս մարդը ինչ է ուզում։ Ուրեմն այդ բոլորը կեղծ եղել, ոչ թե գիտելիքը, այլ զուբրյոշկա։ Երևի, ուզում եմ ասել այս հարցերից ասենք առաջ։ Հիմա Առաջ դուք հանցնենք։ գիտես ինչ էր ասում։ Երևի փակենք էլի այս հարցը։ Չէ, ես այս տեղանունների հետ կապված, քանի որ արդեն մենք խոսեցինք, դուք էլ շարունակում եք, Սևանալիչ թե Գյոչա։ Այդ Ուրեմն տեսեք ինչ կա։ Ընդ որում ես ուզում եմ զուգահեռ նաև արձագանքը վարչապետի դուք համարում եք, որ համարժեք էր եւ պետք է Չգիտեմ ես, ասեմ այդտեղ, ասեմ հետո կանդրադառնամ։ Սևանալիճը առաջ եղել Գեղամածով։ Ռուբինյանն էլ ասում, պատմությունը հետ գնացեք, կհասնեք Խորենացի կա, չէ, այդպես արձագանքը Հետո եղել է Շահ Աբասի ժամանակ 1604-ին Թումանյանը գրել է, չէ, հետևը սուր առաջը ջուրետ, ու ամբողջ արևելյան Հայաստանի հայ ազգաբնակչությունը տեղափոխվեց, որից հետո մի մաս հետ վերադարձավ, անունները ռուսներ եկան, աշխատեցին հայկական տեղանուններն ու հայության իրավունքները չվերականգնել։ Ինչու, որովհետև ավտոխտոն ժողովուրդը տեր է իր ժողովրդին։ Եվ հետո եղավ այս բոլորը եղավ, Գյոչա եղավ, հա եղել է ցարական բան, բայց կա նաև Սևան եւ այլն։ Հիմա գանք այստեղ։ Այ հարցը դրա մեջ չի։ Իսկ երբ որ Սևանա լճի անունը եղել է այդպես ցարական, քարտեզը մենք չենք գծել։ Ռուսներն են գծել։ Ուրեմն դրա համար ես առաջարկում եմ Թոյնբի կարդալ, արևմտյան գրականություն, քաղաքագիր, տեսեք ինչ է գրած, ինչ է, որն է հայկական։ Եվ ընդհանրապես Հերման Աբիխ, որի աշխատանքը ես թարգմանել տպեցինք հայկական լեռնաշխարհ եւ այլն, էլի, հա։ Հիմա այստեղից հետո հարցը էսպես է պիտի տնենք մենք։ Լավ, այդ թվերին այո Գյոչա է գրած քարտեզի վրա ցարական։ Իսկ այդ ժամանակ ադրբեջանցի թուրքի վրա ինչ է գրած եղել։ Ադրբեջանցի թուրքի վրա գրած է Կովկասի թաթար։ Թուրք է եղել Հայաստանում, ադրբեջանցի ասած ինչ է։ Առաջին անգամ ադրբեջան տերմին օգտագործվել է, որ այս տեղանվան համար ինչ որ այսօր կա, Տրապեզոնի հաշտյան պայմանագրի 18 թվին օրերին կարծեմ Վեհ Փաշանը շրջանառել առաջինը որպես տարածք, այսինքն երբ որ ադրբատականը տեղափոխվեց դեպի Կովկաս, որտեղ ոչ մի կառույցություն, որից իսկ 36 թվականին ադրբեջանցի էթնոսի անուն առաջին անգամ գրվել է Ստալինի, այսինքն ռուսների ցուցում, ամեն ինչ ռուսների։ Այդ որ Ստալինն ասում, դա ռուսական պետության ղեկավար է, դա բան չի, ռուս է, ինչ է, նույնիսկ որ Բաղրամյանը, սովետական բանակի, այսինքն ռուսական բանակ գեներալ է, դրա համար է թքեցին վերել, հիշում եք Չարդախլուն ինչ արեցին, Բաբաջանյան եւ այլն, ռուսական բանակի ներկայությամբ, չէ։ Ուզում եմ ասել, այդ ժամանակ Ադրբեջանը ընդհանրապես չի եկել, դրա համար ինչն է ասելիքը, հարցի մեջ քաղաքական մարզ կա, հարցի մեջ մեզ նեղելու հարց կա, հարցի մեջ կա նաև Հայաստանի ներքաղաքական կյանք իրար խառնելու։ Ամեն դեպքում դուք եթե չեք լսել, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ակնարկները լեգիտիմ չեն, լեգիտիմությունը բխում են թվված փաստաթղթերից եւ շարունակեց ուղղել իմաստով այդ հայտարարությունը։ Հարցը տեղափոխեց քաղաքական հարթություն։ Ալիև ինչը փրկեց այդ իր մեկնաբանությամբ։ Ուղիղ իմաստով հասկացած հայերից։ Ինչն է մեր ելակետը։ Ինչից ռուսներն ու Ալիև ուզում է խուսափել, այս երկուսը նաև ռևանշիստներ, միասին, երեքը միասին, օգոստոսի 8-ի Թրամփի ուղուց ուզում են շեղվել դուրս գալ, մենք չենք շեղվելու, եղավ էս է, սա արդեն քաղաքական մաս է։ Այլընտրանքային նախագծի խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ասում է, որ Ալիև իրականում ձևակերպում է հայաստանյան գալիք ընտրությունների քվեաթերթիկի բովանդակությունը, Սևան թե Գյոչա, եւ հասարակությունը պետք է ընտրություն կատարի այս երկուսի միջեւ։ Հասարակությունը ընտրությունը կատարել է, ոչ Սևան է, ոչ Գյոչա է, Հայաստան է, եւ ես առաջարկում եմ այս ռևանշիստների կուսակցություններ փակել ու վերջ։ Կայքեջերն էլ հետը։ Հարցի լուծումը դա է։ Հա? Հարցի լուծումը ժողովրդավար պետության մեջ։ Օտար ուժը բերում են Հայաստան, պիտի փակվեն ու վերջանա, ու վերջ։ Հիմա ում դուր կգա, ում չի գա, իրենց էլ պետք է ուղարկել հանգստանալու։ Սեկտիվ կարգանա թող մի կես տարի մնան, հետո հետ գա։ Պարոն Շիրինյան դուրս գան Կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր մեր իրականությունը առանց իրենց, առանց մեր մոտ նախկին նախագահների։ Հարգելի հայրենակիցներ, Կարճատև գովազդային դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար, հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։
Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա? Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա? 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Լևոն Շիրինյանը։ Պարոն Շիրինյան, մենք զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին, որից հետո շարժ։ Լսում ենք ձեզ, բայց խնդրում եմ շատ կարճ ձևակերպեք ձեր հարցերը։ Լսում ենք։ Բարև ձեզ Տիկին Պետրոսյան, բարև ձեզ պարոն Շիրինյան, ողջունում ձեզ հրավեր Գլենդելից։ Պարոն Շիրինյան, նախ ասել թե իշխանությունները լավ են անում, որտեղ իշխանության է եկել, հետևաբար ինչ ասել կարող են անել, դա սովորաբար հատուկ է դիկտատուրաներին եւ դրա պատասխանը լավ են անում, գիտեք, ընդդիմությունները կարող է ասել իշխանությունները գլուխը պատով են տալիս, կամ էլ մենք էլ կարող ենք սպիրկում ասել, դա մեր իրավունքն է, դրանցից ոչ մի չի փոխվի։ Իմ հարցս այն է, թե ինչ պետք է անի կամ չի անում Փաշինյանը։ Դուք նշեցիք Գերմանիայի հարցը, հեսա վերջացնում Տիկին Պետրոսյան, Արևմտյան Գերմանիան, պարոն Շիրինյան, չէր ընդհարկում հարձակման ԽՍՀՄ-ի կողմից, ոչ թե որ ստորանում է ԽՍՀՄ-ի առաջ, ինչպես հիմա Փաշինյանն է ստորացնում Հայաստանը, այլ որտեղ նրա թիկունքին կանգնած էր ԱՄՆ-ն եւ նա Եթե Փաշինյանը, ձեր սիրելի վարչապետը, չի հեռանում Ռուսաստանի այդ հապկից, ԵԱՏՄ-ից եւ չի դաշնակցում ԱՄՆ-ի հետ, նույնիսկ չի դիմում Եվրոմիության, ինչպես է նա կանգնեցնելու Ալիևի այդ գիշատիչ նկարտումները։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Դա ասեմ, որ դա մաս լավ անելը իմ բնավորության մեջ, ես կոնտեքստի մեջ ասեցի։ Այսինքն մարդիկ երբ որ ընտրվում են, չէ՞, Նրանք 5 տարվա պատասխանատվությունը ոչ թե ես ասեցի, որ լավ է անում։ Այդ իմաստով չէր, իմ ասածը կարծում եմ կոնտեքստին պիտի հետևել, որտեղ Հայաստանում այդ վերածում են հիստերիայի։ Այդ երկրորդ մասն ասեմ հետևյալը,
ուրեմն թե ինչպես է ուրեմն կանգնեցնելու Փաշինյանը, որի համար դուք ասեցիք իմ սիրելի, ձեր սիրելի նաև, որտեղ դուք պարտավոր եք բոլորը պարտավոր եք Հայաստանի իշխանությանը հարգել, պարտավոր եք կսիրեք չեք սիրի ձեր գործն է, բայց ես գործընկերություն եմ իմը առանձնապես հայերի մեջ տարածված այդ բանն է, սիրել չսիրել։ Ես քաղաքականության մեջ ոչ լավատեսություն եմ ընդունում, ոչ վատատեսությունը, ոչ ուրեմն սիրելը, ոչ է չսիրելը։ Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք միմյանց դիրքորոշումներ հարգել, բայց առաջին հերթին հարգել իշխանություն, նաև սփյուռքով։ Հայաստանի իշխանությունը պարտավոր եք հարգելու, բայց ես ռևանշիզմին հարգելու պարտավորություն չունեմ, որտեղ նա ուրիշ բան է անում երկրի ներսում։ Եղավ, ուրեմն սա Հայաստանի ազգային պետական շահի հետ կապ ունի, ինչպես Ամերիկան, Արգենտինան։ Հիմա մնացածն ասեմ, որ ինչպես է կանգնեցնելու։ Ես ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը դա կանգնեցրել է։ Այդ հիստերիան դրեք կողքի, ինչպես է կանգնեցնելու, ինչպես է անելու։ Այ դուք եթե իմանայիք ասենք ենթադրում եմ կարող է եւ գիտեք այսինքն Ալիևի նկարտումները կանգնեցված ուրեմն իհարկե կանգնեցված է ուրեմն կանգնեցված է եւ երկիրը վերակառուցվում է որ չեն ուզում տեսնել եւ մեր հայրենագիցներ չուզում տեսնել դուք չեք ուզում ընդունեք մի բան որտեվ հիստերիան չի թողում կամ է շահագրգռություն կա Հայաստանում իսկապես ինչքան դպրոց մսուր մանկապարտեզ է կառուցվում դուք դա տեսել եք Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը այսօր ասֆալտապատված է եւ մի հատ փոշ չկա բացի քաղաքներում եղածից չկա բնակավար որ բայց դուք չեք ուզում համառորեն հիմա ասում եք դա ինչ է որ եւ այլն եւ մատի փաթաթան իշխանությանը դարձնել իշխանապողություն իմպիչմենտ եւ այլն այս խելագարության պետք է վերջ տրվի մարդիկ ընտրվել են Դուք ես չեմ ընտրվել, չէ, դուք ընտրվել եք, մենք պարտավոր ենք 5 տարի, հետո ընտրություն նորից ում կուզեք ընտրել։ Եվ իհարկե, ուրեմն եթե մեր թիկունքին, այդ դուք ճիշտ ասեցիք, եթե մեր թիկունքին կանգնած լինեն Միացյալ Նահանգները, այն Նիկոլի դիվիզիաները կմտնեին Բաքու։ Քանի որ ուրեմն Միացյալ Նահանգների դիվիզիաները չեն կանգնած, նա էլ վարում է այն քաղաքականությունը, որ վարում է որը հայությունը չի ընդունում, որն է դա, բնազդով կամ ոչ, չի ընդունում, բալանսի քաղաքականությունը չի ընդունում։ Ասում է դա ստորացման քաղաքականություն է։ Դա ոչ ստորացումը, ուրեմն նախ ստորացումը Ալիևից է գալիս, Նիկոլից չի գալիս։ Հիմա եւ երկրորդը, տեսեք Ռուսաստանը ձեզ համար խնդիրներ է ստեղծել մեզ համար, որ չեք ուզում ընդունեք։ Արցախի այսպես կոչված ռազմաքաղաքական ղեկավարությանը Պուտինը վերցրեց դիտավորյալ Բաքվին տվեց, որ դուք այստեղից պահանջեք բերեք։ Եթե Պուտինն է հանձնել, թողնել էլ բերի։ Երկրորդը Պուտինի հանձնածը ձեր կարողությունը ինչպես եք հետ բերում, որ պահանջում եք։ Հիմա ինչպես եք, երբ որ Արցախը զենքը ձեռին դուրս եկավ երկրից, միլիարդավոր ձեր չէ զենքը, հիմա առանց զենքի ոնց է վերադառնալու, այս փարիսեցություն ինչպես է, ինչու է այդ հարցերը ակտուալ մնում, այդ բոլոր արված է Հայաստանի պետության հիմքերը կանդելու համար չկայանալու, ես չեմ ասում այդ ուղղությամբ աշխատանք չի լինելու, շատ եմ ասել, իսկ Գերմանիայի բարական այսպես այո դաշնակից չունեք եւ պետք է վարեք այն քաղաքականությունը, որը երկրի անվտանգություն առաջինը կապահովի եւ երկրորդը կապահովի նաեւ զարգացում։ Հայաստանում այսօր կա զարգացում, ինչքան էլ չուզեք, անվտանգությունն էլ ապահովված է եւ այդ դեպքում Հայաստանի վարչապետը կարողացել է ինչպես պիտի ապահովել է Ինչպես պիտի, եթե մենք ժողովուրդ լինեինք, հիմա բաց ասեմ, քանի տարի առաջ ասել են կեշեք։ Ես միշտ ասել եմ, որ հիմա չեմ ասում, որտեղ հիմա այդ հարցը չի հասկացվի։ Ես ասել եմ Հայաստանի ֆիզիկա է պետք, միշտ եմ ասել։ Հիմա էլ եմ ասում, բայց հիմա մինչև ֆիզիկային կհասնեք, ուրեմն պետք է այդ գետը անցնեք։ Հիմա այս բոլորը, այսպես ասեմ, էլի դեմոկրատական է, դեմոկրատական։ Այդ դեմոկրատիայի համար այդ թերությունները սեր ժամանակին չէի խոսում, ռուս չէի անում եւ այլն։ Ուզում եմ ասել, վերեք իրատեսության մեջ մնանք։ Իրատեսությունը համարն ասում է մենք մենակ չենք կարող, բայց ոչ Միացյալ Նահանգներ, ոչ Եվրոմիություն, ինչու՞ չի։ Հիմա գալիս եմ դրան, չէ։ Հիմա Հայաստանի քաշը այդ կան է, ոնց ասեմ։ Սուլտան Համիդից սկսած ինչքան եմ ձեզ մոտ ասել, Հայաստանով խոշոր տերությունները շատ շահագրգռված չեն, այսքանով, այնքանով, որքանով։ Բայց այդ պարագայում նույնիսկ
1920 թվականին անգլիացիները կանգնեցին թիկունք, մենք հանրապետություն ստեղծեցինք, ռուսահայերը կերան, բոլշևիկները կերան այդ պետությունը։ Հիմա էլ անում ենք այնքան, ինչքան մեր ուժերի մեջ է, դու գիտես ինչու էի ասում։ Նայեցեք, սա պիտի ակաժներին օղանել ընդհանրապես, ով որ ուզում է իրականություն հասկանա։ Հաղթողը տանում է այնքան, ինչքան ցանկանում է, եւ պարտվածին թողում է այնքան, ինչքան կամենում է։ Հիմա սա բանաձև է։ Ես էլ ասում եմ, ինչու համալսարաններում դու գիտես չեք սովորել, որ այն ժամանակ, երբ որ հորադիզում էինք, Բաքու մտնեիք, ինչքան եմ ասել քուրարակսը պիտի ստեղծվի, որ ճար չկա, եւ լախը կամ պիտի խփվի, չեք արել, հիմա կանգնել եք Պուշկինի դատարկ այն բանի այն Թումանյանն է թե ինչ է, այս հարցերը էսպես են։ Հիմա անցնում եմ ավելի բարձր մակարդակի վրա։ Իհարկե Հայաստանը, եթե ձեր լեքսիկոնը օգտագործի, այս բաները, մի մասը ինձ ավելի շատ է ուրեմն դա վիրավորում նման խոսակցություն Ալիևի կողմից, որովհետև տարիներ շարունակ ես ասել եմ, ես Հայաստանում եղել եմ առաջին մարտը, որ 2014 թվականի հոկտեմբերին Թեկեյա մշակութային միության հարցազրույցում ասել եմ, Արցախի հարցը այլևս խաղաղ լուծում չունի, դա ունի միայն ռազմական լուծում, Ալիևին ցիտում եք, ինչ չեք ցիտում, հասկանում եք ոնց է, ես 2002 թվականին ճանապարհ դեպի Թուրան գիրք եմ հրատարակել, բրոշուր, որ այս պրոբլեմը ներկայացրել եմ, եթե չանեք սա, կստացվի սա, դրանք հրապարակված են, կարդացել եք, ուրեմն այդ հասցեատերը ես չեմ, դուք եք, կամ ուրիշներն են, ռևանշիստներն են։ Հիմա այս վիճակում կպնել ես ինչի չի անում, ինչի չանում, ասեմ ինչ է, բայց վերեք սովորենք այսպես։ Մենք պարտավոր ենք առաջինը հարգելու մեր պետականությունը, հետևաբար այդ օրվա իշխանությունը, պարտավոր ենք։ Եվ հեչ պարտավոր չենք իրենց հայոյենք, բայց ռևանշիստներին չընդունելու պարտավորություն ունենք։ Ռուսական սեգմենտը Հայաստանից ցեղասպանության մեղավորություն ունի, Արցախի խնդիր ունի եւ այլն եւ այլն։ Հիմա բայց դա ուրիշ խոսակցության նյութ է։ Հիմա ինչ ունենք մենք պատերազմից հետո, երբ որ աղետալի, մեր ձեզ սիրելի Ռուսաստանը ջախջախեց։ Ինչու՞ մեկիդ բերանը չի բացում, մի հատ ասեք, ես ինչ արեցել, այ եղբայր, ես ծևի դաշնագից կլնի, հապկը եւ այլն։ Հիմա հապկից դուրս գալ, երկու շերտով ասեմ, հապկից դուրս գալ, ուրեմն ռազմական բազա եւ այլն, ասեմ, դա միտինգի հարց չի, ոչ էլ այսպես լայն քննարկման հարց է։ Դա ճշգրիտ հաշիվների հարց է Ռուսաստանի հզորության եւ որ իշխանությունն անում է, եթե իշխանությունը դա չաներ, Էրեբունի բանը Զավարթնոցում ռուսները մնացած կլնեին, որոնք հաջուկով չեն դուրս եկել, Ագարագում մնացած կլնեին եւ Զանգեզուրում մնացած կլնեին։ Ուրեմն դա այդ հարցը չի։ Ուրեմն հաշվարկով է եւ այլն։ Հիմա առանց միտինգի, առանց աղմուկի եւ այլն, երկրորդ մասը։ Հայաստանը Սև լճի օրերից հետո, որտեղ Ռուսաստանի կազմակերպած դավադրությանը կարողացավ, գիտեք, եվրոպական դիտորդական առաքելություն դեմ անել։ Գիտեք ինչ դժվարությամբ, ես չգիտեք, ասեմ, ահռելի մեծ դժվարությամբ, բարեկամներ։ Շարունակենք, որից հետո Հայաստանը որոնեց գտավ Ֆրանսիայի որպես դաշնակցի, որի հետ ունի ռազմավարական գործընկերության պայմանագիր արդեն։ Սա պայմանագիր է, խոսակցություն չի, Ֆրանսիա, հայ, ժողովուրդ, բարեկամություն, Ազնավուր, Մակրոն եւ այլն, ուրեմն մեկ։ Երկրորդը այդ վիճակին, ուրեմն մինչև այդ Հայաստանը կարողացավ որոնել գտնել Հնդկաստանը, որին քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն այս բոլորին լայնորեն օժանդակել է իշխանությանը, առանց աղմուկի, առանց հայոյելու, առանց եւ այլն եւ դաժանորեն ռուսական սեգմենտին պատին դեմ է արել, այդ նույնն է անելու։ Այստեղ մեր կուրսի փոփոխություն չունենք եւ այլն։ Հիմա շարունակեմ, որից հետո ես այսպես ասեմ, ամեն մեկ իր համար կարող է պատասխան տալ։ Ես թողեցի գնացի եւ 23 թվականին Վաշինգտոն հասա, հանրապետական կուսակցության նախկին ուրեմն Բրաունբեկի հետ հանդիպեցի եւ ուրիշ եւ այլն։ Եվ այսօր հետո տեսեք ինչ եղավ, մենք ունենք ոչ միայն հունվարի 14-ի հայ-ամերիկյան, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության պայմանագիր ունենք,
Նաև ունենք արդեն օգոստոսի 8-ի համաձայնությունը Թրամփի ուղու վերաբերյալ, որ այս ուրեմն ռևանշիստները մեռան Թուրքից, ուրեմն Ալիևի հաջույքի համար, Պուտինի հաջույքի համար միջանցկանվանել եւ այլն, որտեղ դուք գիտեք, դա միջանց չէ, դա մայրուղի է եւ ապաշրջափակման մաս։ Երևանում են ադրբեջանցիները նորից միջանցկանվանում։ Հիմա ամենտեղ ասում են դուք եթե հայերի նայեցեք հայերի դուխը կբավականացնի գնացեք Բաքու, Բաքվից իշքան այգա, Բաքվում գնացեք զեկուցման ժամանակ ասեք։ Դե չեն գնում, բայց իրանց եկածներին ենք թույլ տալիս։ Ինչ է արկել են, հիմա տեսեք ինչ է լինում։ Ինչ են ասում, Զանգեզուրի միջանցքը սկսվում է Ադրբեջանում եւ ավարտվում Թուրքիայում, ասել է իրենց տեսակետն է, իրենք շարունակում են նույն խոսույթը, բայց պայմանագիրը ուրիշ է, համաձայնություն Ամերիկայի հետ։ Մենք էլ դա չենք ընդունում եւ ուրեմն ընդունում ենք Թրամփի եւ ամերիկյան մեկնաբանությամբ, հայ այստեղ առանցին ամերիկյան համագործակցության կոնտեքստում։ Բայց ինչ է, դուք պարտվելը ոնց եք հասկանում, որ ասում են չպետք է պարտվենք։ Դուք ոնց եք հասկանում, մի հատ կարող է բացատրեք, որ ասում են քուրարակս պետք է դուրս գաք։ Այսպես երկիրը չպետք է կողոպտվի, չպետք է թալանվի, հա, չպետք է օլիգարխիա լինի, տնտեսություն լինի։ Բայց ոնց եք հասկացել պարտվելը։ Հիմա, բայց հարցը այն չի 7 տարի հետո նույն խոսույթը պահել անընդհատ դա նշանակում է սաբոտաժ է գնում երկրի ներսում։ Մեզ ինչ է պետք։ Հիմա կարողանալ վերականգնել տնտեսություն եւ այլն տեխնոլոգիաներ ինչ որ քչիչատից արվում է, որի վերաբերյալ մի օր առանձին կասեք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսակետը կասեմ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը բալանսավորված արտաքին դիվանագիտություն է իրականացնում եւ Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա եւ Ադրբեջան եւ Ռուսաստանը որ ինտերվենցիա չի կարողանում անել, այս պրոքսի փալասներով է աշխատում։ Հասկանում եք, այդ կապ ունի նրա հետ, որ կարողանում է նաև Ռուսաստանի հետ հաշիվը պահել եւ այլն։ Ռուսական ցակման ծորենը ғազախական ծորենից բացի նորից գալիս է Ադրբեջանական։ Ուրեմն ғազախական ծորենը ըստ հաղորդագրությունների $190 է, չէ, ռուսական $290 է։ Մի հատ հարիվ կտեք աշխարհում, որ կգնա ապրանք կառնի եւ թանկ կգնի։ Մենք բալանսավորված քաղաքականություն ենք վարելու, դա ասել եմ նաեւ։ Սա տնտեսական թե ավելի շատ քաղաքական։ Տնտեսական է, բայց դե բարձ է որ մեր համար նաեւ քաղաքական ենթատեքստ ունի։ Մենք բոլորի հետ ուզում ենք չէ։ Պարոն Շիրինյան, իսկ ғազախական ծորենը երբ որ եկավ, այդտեղ Պուտինի հետ որոշակի համաձայնություն չի ունեցել կամ։ Բայց կարող է ուղարկել առանց նրա թույլտվության կամ չգիտեմ։ Առևտուր էլի չեք բարթացնում ավելի։ Առևտուր է բերել են, երևի չգիտեմ ես դա, բայց որ ադրբեջանական ես ձեզ ասեմ, եթե երկրի տնտեսական պոտենցիալը մեծանա, անխուսափելի է դառնալու ադրբեջանական երկաթգծից օգտվելը, օրինակ ասեմ, առանց հիստերիայի։ Այն խսեմի ժամանակ, որ Հայաստանը մեքենաշինություն բան ուներ սովետի բաներով, ուրեմն Հայաստանի արդյունաբերական զգացումը Դեմիրճյանի եւ այլնի շրջանում դրանց առաջ ապահովվել ադրբեջանական երկաթուղով եւ ոչ վերացականով։ Վերացականի թողունակությունը խիստ ցածր է նրա համար։ Նորմալ վիճակում այնպես որ մնացածը ինչ է մնում, պիտի ներվերը փակել, մի հատ վերահաշվարկ անել եւ երկրի վերակառուցումը վերել եւ այսպես մնացածը Ալիևն ինչու այդպես խոսեց, Ալիևին հարցրեք, դաստիարակված չի։ Շանվորտի է, դրա համար այդպես է խոսում։ Ինչ ասեմ։ Հենց անում է հասարակ, եւ մենք էլ կարծես թե տարածում ենք նրա թեզերը։ Դե ինքը ունի այստեղ բրոքսիներ, դե դուք նայեցեք, սխեման ասեմ, հայնացիամար։ Մոսկվա, Բաքու, Երևանի ռուսական սեգմենտ։ Նույն ակնթարթի վրա են տալիս։ Ինչու ասեց եւ ըստ էության Սամվել Կարապետյանին Մոսկվան ինչպես ուղարկեց, հիշեք։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպեց տանը Կոպիրկինը հաջորդ օրը դե հաջորդ կամ Սամվել Կարապետյանը եւ հիմա մենք ռուսական խոսույթի մեջ ենք մենք մեր հայկական ցավով չենք տարապում մենք դիմագայում ենք Ռուսաստանի կազմակերպած այս ամբողջին ինչ ասեմ պատերազմին է թուրքական եւ այլն այդ որ ասվում է չէ Թուրքիան մասնակցեց Արցախում հիմա միլիոն անգամ ասել եմ ելի կրկնեմ որ երևի էլ չասենք էլի ուրեմն Թուրքիային էլ Ադրբեջան մեր դեմ գործողության համար հրավիրեց Ռուսաստանը։
Հասկացաք, թե չէ։ Հիմա այդ ասեք, այդ միֆը հանեք մեջներից հետ։ Եղբայր, Ավետիք Իսահակյան չեք սիրում, հա? Մկրտիչ Պորտուգալյան չեք սիրում, Ռուբեն Դարբինյան չեք սիրում եք ինչ է, ԿԳՊ-ի ներդրած գաղափարախոսությունը, իհարկե բարդ է վիճակներս, շատ բարդ է, Հայաստանը աշխարհում ամենադժվար գեոստրատեգիական վիճակ ունեցող երկրներից մեկն է, բայց դա հաջորդի որոշ զավակների մեղքն է, որ 1920 թվականին տապալեց սեփական պետականությունը, Կարսը հանձնեց Թուրքին ռուսի ցանկությամբ, Շուշին հանձնեցին ադրբեջանցուն, ուրեմն ռուսի ցանկությամբ եւ այլն։ Ինչքան ասի, այդ Պուտինին խնդրենք մի հատ հետո ասի, որ ես եմ տվել էլի։ Այդ մարդիկ մեռան բացադրելով, այս մարդիկ չեն ընդունում եւ այլն։ Ուզում եմ ասել, հիմա մեր օրակարգներ հիմա փաստորեն գալիս ենք ինչ անենք։ Անընդհատ սրանց ասածները քերքում։ Ես կարծում եմ, որ մեր ժամանակն է, որ մենք բոլորով միասին մտածենք երկիրն ինչպես դարձնենք հզոր ուժեղ պետականություն։ Ես դա գիտեմ։ Անշիրյան երկիրը դարձնենք հզոր պետականություն եւ հարգենք նաեւ նայեցեք, հարգենք նաեւ սեփական իշխանությունը։ Այդ ինչքան պետք է սեփական իշխանությունը վատը լինի, որ ուրեմն որտե Սարուցյալ Օվյանոսից, Գերմանիայից չտեսնեք դիտավորյալ ռուսական գործոնը, Սինգապուրի չգիտեմ, վրատակ սեփական իշխանությանը։ Ինչ եք ուզում։ Ասածների դիմաստը ինչն է։ Հետևենք զարգացումներին, ներքաղաքական եւ արտաքին։ Մենք պետք է վերաբանը, այս ընտրություններում պիտի կարողանանք հաղթենք, իսկապես հաղթենք, որովհետեւ ընտրությունների հաղթելը ո՞րց է։ Եվ Հայաստանը լայն քայլերով գնա դեպի ապագա որպես անկախ պետականություն։ Իր հարաբերությունները կանոնավորած լինելով բոլոր հարևանների հետ։ Կանոնավորում է ոչ եղբայրություն է, ոչ հայաստեզուկ չիմացողների համար եմ ասում։ Պարոն Շիրինյան, բացի քաղաքական հարցերից, քանի որ ժամանակը կարող է մոտենալ չհասնենք, բայց ուզում եմ նաև ձեր տեսակետը։ Ինչ եղավ Ծափաթաղում։ Փոքրիկ Տիգրանի մահը, Փոքրիկ Տիգրանի։ Ես նայեցեք, ես ինչու եմ այս հարցը ձեզ ուղղում, ես Facebook-ի մագարտակով գիտեմ հարցը, ինչքան որ դուք գիտեք, դրա համար, երբ որ ես որևէ հարցին հանգամանորեն չեմ տիրապետում, ինչ ասեմ։ Սա խոսում է մի բան, մեր բարոյական անգման մասին։ Մարզերում շատ եք լինում։ Շատ եմ լինում, այո, մեր բարոյական անգման մասին է խոսում։ Մեր Ինչի մտեք ռեստորաններ, սրճարաններ, հայերեն երկու երաժշտություն կլսեք։ Նորմալ բան եմ ասում։ Մտեք հլը, տեսեք հայերեն, ես բանասիրականում տարիներ առաջ, հիմա չեմ ուզում վարկապետ լինեմ, մինչև հիմա բանը միջիցս հիշողությունը չի անցնում, բանասիրական ֆակուլտետում, որպես ուսանողությանը հավաքեմ հարց, ասում եմ Լուսինե Զաքարյանի երգը լիներ, հա, այսպես լսեինք։ Եվ ինչ է ստացվում է, որ աղջիկներ են բոլորը, այդ օրվա հիմա գուցե տղակար, բայց չկար այդ օրը։ Եվ ոչ մեկը Լուսինե Զաքարյանի անունը չգիտեր։ Եղավ, այսա, եկեք գլուխ գովելը բանը, բորոտախոսությունը, կանգնել էստեղից սուր ճոճելը, որպես է սուր չճոճես, ուրեմն պիտի հաղթես։ Հաղթել էինք, հորադիզում ենք, ուրեմն չէինք հաղթել։ Ուրեմն մենք էլիտա չունեինք, որտեղ բարոյական անկում ենք ասում եւ վերջ ոչ կարող էր լինել։ Կառույցների ուզում եմ ասել հիմա, բա ես եկեղեցի, կանգնել եք, ձեզ բարձի որ այդ եկեղեցու ղեկավարությունը եղել է Իզմիրյանով օլիգարխներին փախցնող հիմնարկ, հիշեք բանը, եւ հակապետական դիրքորոշում ունի, ինչն եք պաշտպանում, ով ինչ եք սպյուրքով գլում, մեր եկեղեցին, ձեր եկեղեցին ինչ, հասկանում եք ոնց է, այդ եկեղեցին պետք է շատ շուտ վերադառնա մեր ժողովրդի հոգևոր դաստիարակության եւ այստեղ էլ է գտնում բաց թողումը հենց իհարկե բաց թողում է, բոլորը պահանջեք աշխարհում եք եղբայր գնա, ուրեմն ասեմ ձեզ, ցանկացածից հետ Աստծուն կարելի առաջին հերթին ծառայել որպես շարքային քրիստոնյա, հեչ պարտադիր չի որ կաթողիկոս լինես, էնել ուրեմն սրբապղծությունով չասես զբաղվում ես թե չէ, դեմ են արել, ես լինեի վարչապետ, ես հիմա քրեական օրենսգիրքը վաղուց դեմ էի արել, ոչ թե ես
բայց ինքը եւ հարցը կփակեի միանգամից։ Բայց վարչապետի ընտրած ուղին էլ եք ինչ որտեղ արդարացնում կամ իրենք իշխանություն, իրենք այդպես են գտնում։ Ես որպես այլընտրանք ընդդիմություն կարծում եմ, որ հարցը պետք է շատ արագ տարի ասում եմ, այդ եկեղեցին կարգի պիտի բերվի առանց կրոնի լայն իմացության փիլիսոփայական ռեֆորմներ հնարավոր չի անել, օրինակներն են բերել Թայվան, Հարավային Կորեա եւ այլն։ Եվ մեզ պետք է ոչ հակապետական դիրքորոշումով ղեկավարությամբ եկեղեցի, որի ուրեմն կաթողիկոսը գիշեր ցերեկ պետք է վանքերով մանգա, առաջին հերթին Հայաստանի վանքերով տեղեր գնա եւ այլն, հասկանում եք, այս հարցերը պետք է արագ բանանել եւ վերադառնել երկիրը։ Եվ գտնում եք նաեւ, որ կա նաեւ այս բացակայությունը այս ընտանիքի ողբերգության հետ կապված կա նաեւ։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես մեր վերականգնման համար իմը զուտ հետազոտության հետ էլ կապ ունի։ Եթե մենք քրիստոնեական մենք կերպարը, մեր կերպը չվերականգնենք, այն նորմալ իմաստով չեմ ծայրահեղություններ ես չեմ սիրում, չեմ անում։ Մենք որևէ փրկություն չենք կարող ունենալ, ակնկալենք եւ նման դեպքեր կլինեն, գուցե ավելի շատ, որովհետեւ մարդիկ երբ որ երկու այդ հանճարները Գրիգոր Լուսավորիչ, Տրթատ Մեծ էս արեցին, ուրեմն ասեմ, որ այդ հետանության շրջանում այնպիսի բարքեր էին, որ այդ ժողովրդին պահել այլևս շատ դժվար էր եւ այլն։ Հիմա պատմական փորձը կա առանց հիստերիայի բոլորը պիտի արվի, բայց յուրաքանչյուր պիտի հարգի Հայաստանում գոյություն ունեցող իշխանությունը եւ անբաղ-զամբաղ կներեք այդ բառի համար, որը մեկին չվիրավորում, անդադ պետք չի դուրս տալ քննադատել եւ այլն։ Հարց էսպես անեմ, հա։ Այս որ մեծ խոսում են կոնկրետ շատերը գիտեք Սև լճի օրերին Հայաստանում ինչպիսի վիճակ էր եւ սահմաններում ինչ վիճակ կար։ Գիտեք։ Բայց այդ վիճակից դուրս են եկել, չէ՞։ Հետո է արել, դուք եք արել, թե իշխանությունն արել։ Ես կարող եմ ասել, այդ օրերին քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը լայնորեն համագործակցել է։ Գնացեք Մեղրի, գնացեք Ագարակ, Սյունիք, որտեղ կուզեք եւ այլն։ Եվ իհարկե ոնց կարող է հիմա թերություն չլինել։ Հիմա հանդուրժեք հաջորդ ընտրություններում հաղթեք, բայց ոչ բրոքսիները, ոչ ռուսական 7 տարի հանդուրժել են։ Դե չեն հանդուրժել, երկիրը վիճակը ինչ են հանդուրժել։ Ուրեմն տեսեք ինչ է, գիշեր ցերեկ սաբոտաժ եղել։ Այ ես որ վարչապետին եմ ասելով այդ սաբոտաժը պետական հանձնաժողով կստեղծեի, սրանց տնտեսական վնասի գումարը կհաշվեի։ Հա, այդ ցույցեր բաներ։ Այսօր հիմա այդ տնտեսական գումարը իրենցից կհանեի։ Ռուսաստանի Դաշնության նախագահը պարգևատրեց Եզրած arczepiskopos Ներսիսյանին։ Կառավարում են, այդ իրենցն են։ Տեսնում եք, մի հատ թող ռիսկ Այսինքն սա կրոնական քայլ չէ, Դե ինչ կրոնակ ցավը տանեմ, եկեղեցու անվան տակ Ռուսաստանը միշտ իր քաղաքականությունն է վարելու է ու պիտի վարի։ Մենք էլ շատ արագ մեր եկեղեցին պետք է ազատագրենք եւ մեր եկեղեցին համապատասխան լինի իր անվանը Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի։ Եվ վերջին հարցը 5 րոպե ժամանակ է մնացել։ Նախ դպրոցներ թեր գործարաններ կառուցել։ Այս մեր ձևով շարժման Դե սա տգիտություն է, ինչ ասեմ հիմա, այս մարդիկ թող աշխատի, հիմա կարող է տգիտության համար Սամվել Կարապետյան աշխատակիցների թիմ ունի, ովքեր որ բառ են օգտագործում, բայց քաղաքական գործիչներ։ Ասում է ոսկուց, եթե ուզում ես քաղաք սարքիր, նվիրիր, եթե մարդը չունի աշխատանք, այ քաղաքում չի ապրի։ Հա, ոսկու քաղաքում ոչ մեկը չի ապրի, հիշում եք ոսկի, այն որ ոսկով ջրեցին մեր։ Դե նկատի ունի, եթե մարդիկ աշխատանք չեն ունեն այդ քաղաքում, այ աշխատանք ունեն, թող իրենք աշխատատեղ բացեն, չգիտեմ բացելը ոնց են հասկան, բայց ուրիշ բան կա։ Ես ասեմ, մենք ունենք 3 առաջնահերթություն, որ պետությունը ստրատեգիական իմաստով պիտի դիրքորոշվի այսօրվանից։ Կրթական համագարկ մսրու մանկապարտերից պիտի վերափոխվի, որ խնդիրը Հայաստանի վերակառուցում պիտի լինի։ Այդ մեկ։ Երկրորդը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, հա, գլխավոր շտաբը շատ Եթե այդ վիճակին չի ամենաբարձր կրթական ցենզով զինվորական ուղեղային կենտրոնի պիտի վերածել եւ գլխավոր շտաբի մասին է խոսքը եւ երկրորդ Հայաստանյաց առաքելական եկեղեցու
հակապետական ուրեմն այդ հատվածը, որը կառավարում է, պիտի հեռանա շատ արագ եւ մենք կգնանք վերակառուցման ճանապարհով։ Հետո չպետք է շուտ արեք, բան չի լինում։ Երեխան, չէ, եթե 5 ամսական ուրապակաս է լինում, 7 մի խոսքով ամեն ինչ ժամանակ ունի։ Եվ ասեմ, որ բերեք եւ գրում են հանգիստ վիճակապահովենք, որպեսզի տնտեսություն զարգանա եւ չենթարկվենք պրոքսիների կառավարմանը Մոսկվայից եւ Ալիևով չկառավարվենք։ Վաղը մյուս օրը այդ մարդը օրապակաս է կարող։ Եվ նախորդ շաբաթվա մեկ դեպքի էլ անդրադառնանք իրադարձության վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջադրվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Դա իրենց իրավունքն է ըստ կանոնադրության բացարձակ, եթե ուրիշն էլ լինի նույնն է։ Մենք էլ անենք մեր իրավունքն է, ընդ ոչ մի սահմանադրության։ Բայց արդյոք Նիկոլ Փաշինյանի առաջադրումը արդեն ինչ որտեղ կաշկանդվածություն չի եկա մրցակցության ներքին այդ կուսակցական։ Լսեք, մենք այսպես պետք է նայենք։ Օրենսդրությանը խանգարում է, թե չէ, օրենքը թույլ է տալիս, թե չէ։ Սահմանադրություն ոչ թե մեր ցանկությունները խանգարում է, ես կասեմ, մյուս կասի չի խանգարում, հիմա։ Սահմանադրության հետ աղերս չկա, բացասական եւ կուսակցությունների մասին օրենքով որևէ խնդրեմ չկա, հետեւաբար ճիշտ է։ Մենք պետք է սովորենք մի բանի մեջ, մենք պետք է աշխատենք, ապրենք իրավական պիտության նորմատիվների մեջ, իրավակ գիտակցությունով, ոչ ախպերությունով, լավ է, վատ է, բանիշն է, լավ է։ Մեկի համար լավ է, մեկի համար վատ է։ Օրենքի մեջ, որը ունի այսօրվա Հանրաստանը, կուսակցությունների մասին խախտում չկա։ Եվ քաղաքացիական հասարակությունը, թե հայերը եւ ադրբեջանցիները փաստորեն այս ֆորումների շրջանակներում սկսել են շփվել։ Մենք արդեն 2 անգամ նրանց ընդունում ենք եւ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ դրանք լինելու են փոխադարձ։ Ինչպես եք նայում այս խաղացան։ Ես դա նորմալ է, ասեմ հետեւյալը, ընդհանրապես պիտի ուրեմն ում որ ուղարկեն, պիտի ունենան բարձր գիտելիքներ եւ պատմագիտությունից, որոնք պիտի իմանան իրենք թե Գանձակ է, Գյանջա է, թե Կիրովաբադ։ Իրենք Բաքվում պիտի ասեն Գանձակը եւ չասեն Գյանջան, որտեղ կարող են ասել եւ առանց գլխատվելու վերադառնալ։ Դե կարող է եւ գլխատվել, բերեք բաղող մերկություններ չկան։ Բայց պետք է ռիսկերը հաշվի եմ ասեմ, որ դե իրենց ինչ ասեմ, եկել են ասել են, ես կարող եմ Բաքվեցուն, ուրեմն նորից կրկնեմ, չէիք ուզում չպետք է պարտվեիք, վերջ, այստեղ պատասխանը բանը, հիմա քանի որ մենք ենք այստեղ մի հարց կա, մինչև հզորանանք, միջուկային զենք ունենանք, այսպես է լինելու, իհարկե միջուկայինը պայմանական է։ Ուզում եմ ասեմ, որ երկիրը պիտի արագ հզորանա, գիտելիքով մարդիկ պիտի գնան, Հայաստանի աշխարհագրությունը պիտի իմանան, Ադրբեջանի պատմությունը պիտի իմանան մեր, այսինքն օբյեկտիվորեն, ոչ թե մեր կամ նրանց, եւ գնան նույն համարձակությամբ, եթե գնում են, նույն վեճերը անեն։ Եթե չեք ուզում, ինչ ասեմ, ուրեմն չի լինել ուրիշ բան։ Իսկ մեզ ինչ է պետք։ Ուզում եք Ռուսաստանի կրնկի տակից դուրս գալ վերջնական, եւ չդառնալ ռուսների համար արյան ուրեմն են հերթական արձակվող մի բան, որ Արցախում արեցին, չէ, ռուսներն արին, այդ գալադամորը։ Ուրեմն միջավայրում պետք է կարողանալ կոորդինատները գտնել, կանոնավորել աշխատել եւ հզորանալ, գիշեր ցերեկ։ Ես ասեմ մի բան։ Չխանգարել իշխանություններին հնարավորինս աջակցել։ Պիտի դիսկուրս ունենալ, ոչ թե հիստերիա սարքել, դիսկուրս, իսկ իշխանությունը մինչև ընտրություններ կարծում եմ, որ օրենք պիտի ընդունի, ովքեր Հայաստանի անկախության դեմ բացայտ կամ գաղտնի գործ կանեն, պիտի դրանք փակվեն։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Շիրինյան այսօրվա հաղորդման համար, հետևենք զարգացումների, մեկ շաբաթ անց նորից այստեղ կհանդիպենք։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։